Արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը քննարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունը, որին իր մասնակցությունը ունեցել էր նաև Ալլա Լևոնյանը։ Երգչուհին սոցիալական հարթակներում ցույց էր տվել, որ դստեր ուղեկցությամբ է։ Հրապարակված լուսանկարներին կից շատերը քննարկել էին Ալլա Լևոնյանի դստեր Ժաննայի համարձակ ու սեքսուալ զգեստը։ Այս ամենին երգչուհին իհարկե մեկնաբանություն չի տվել։ Ալլա Լևոնյանը մեկնաբանություն չի տվել նաև այն հարցին, թե ում ուղեկցությամբ է Ժաննան մասնակցել մրցանակաբաշխությանը։ Նրա կողքին դերասան, պրոդյուսեր Վազգեն Բարսեղյանն է։ Նրանց մասնակցությամբ լուսանկարը տարածվել է համացանցում, սակայն իրենց անձնական էջերում նրանք ոչ մի լուսանկար չեն հրապարակել։ Կսպասենք մեկնաբանությանը, թե ինչ հարաբերությունների մեջ են նրանք։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել մրցանակաբաշխությունից մի քանի հոլովակ։
Իսկ մենք հավելենք նաև, որ Ալլան ու նրա ամուսինը՝ Սերոն, ամուսնացած են արդեն 20 տարի։ Երգչուհին իր վերջին հարցազրույցի ընթացքում առաջին անգամ պատմել էր ամուսնու հետ ծանոթությունը և իրենց սիրո գեղեցիկ պատմությունը։ Մենք դա ևս ներկայացնում ենք ձեզ։ Իմ կյանքը երգի պետական թատրոնում էր։ Սերոյենց բակն էլ հենց վերնիսաժի մոտ էր։ Ես մտերիմ էի իր մորաքրոջ աղջիկների հետ։ Շիրոյան Սոնայենց բակը ևս էդտեղ էր, և ես մի կարճ ժամանակ իրենց տանն էի ապրել, դե մեր բարեկամներն։ Մենք էդ բակում էինք լինում և տիկին Ժաննան, ով ամուսնուս մայրն է, և իմ սկեսուրը, իմ Ժանետը, էնքան հաճելի զրուցակից էր, էնքան հետաքրքիր ու թեթև մարդ էր, որ մենք շփվում էինք, ընկերացել էինք, ամեն ինչ իրեն պատմում էի, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս։ Ես էլ իր տղաների հետ բացարձակ չէի շփվում, ինչ իմանայի, որ սկեսուրս է լինելու։ Հետո էնպես ստացվեց, որ շատ պատահականորեն իր եղբոր ծննդյան օրը ինձ հրավիրեցին, գնացի ու մենք պարեցինք։ Մի երգի տակ, որը հիմա մեր սիրո երգն է դարձել։ Գիտեք, ես իրեն միշտ տեսել էի ջինսերով, ավելի սենց սպորտային, ու ինքը էդ օրը կոստյումով էր։ Ու որ հրավիրեց ինձ պարելու, առաջին անգամ նայեցի աչքերի մեջ ու զգացի, որ էս ինչ լավն ա էս տղան։ Պարի ընթացքում մենք խոսեցինք, ինքը էնքան բարի ու հետաքրքիր էր, նույնիսկ աչքիս շատ բարետես թվաց։ Հաջորդ օրը հանդիպեցինք։ Արդեն որ տեսնում էինք իրար բարևում ու խոսում էինք։ Մեկ շաբաթ հետո ինձ թվաց, թե ես էս տղային մի ամբողջ կյանք ճանաչում եմ։ Էդպիսի հանգստություն ու երջանկություն էդ տարիքում չէի զգացել, իսկ ես փոքր չէի, 26 տարեկան էի, իսկ Սերոն 28։ Ու 4 ամիս հետո մենք նշանվեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեցին մեր երեխաները, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։ Ալլան ու Սերոն 3 երեխա ունեն, 2 դուստր և 1 որդի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալլան նշել էր, որ ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ։ Նա նշել էր հետևյալը. ամուսինս ուզում է 5 երեխա ունենանք։ Ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում 3-րդ երեխա ունենալը մի քիչ շատ դժվար է։ Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունը շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել, Աստված իր ժամանակին ամեն ինչ կանի, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։